Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 15։ Աստծո կրակը շարունակ վառվում է։ Ցավոք սրտի, Քրիստոսի մարմնի մեծ մասն այսօր հիշեցնում է ժամանակակից չոր ոսկորների հովիտ, անապատ, որը լցված է ընկած քրիստոնյաների գունաթափված կմախքներով։ Քարոզիչները և այլ նվիրված հավատացյալները մարում են ծանր մեղքերի պատճառով, լցված ամոթով և թաքնվում են իրենց իսկ ստեղծած քարանձավներում։ Երեմիայի նման իրենք իրենց համոզում էին. «Նրան չհիշեմ և չխոսեմ այլևս նրա անունով»։ Երեմիա 20:9 խոսք։ Աստված դեռ տալիս է այն նույն հարցը, որը նա տվեց Եզեկիելին. «Միթե կկենդանանան այս ոսկորները»։ Եզեկիել 37:3 խոսք։ Այս հարցի պատասխանը միանշանակ է. այո։ Ինչպես կարող են մահացած ոսկորները կյանքի կոչվել։ Աստծո խոսքի հանդեպ մեր հավատքը նորոգելով։ Տիրոջ խոսքն ինքնին սպառող կրակ է, միակ ճշմարիտ լույսը, որ մենք ունենք հուսահատության մութ գիշերներում։ Դա մեր միակ պաշտպանությունն է թշնամու ստից, երբ նա շշնջում է մեզ. «Քո վերջը եկել է»։ Միակ բանը, որ մեզ դուրս կբերի խավարից, հավատքն է Աստծո խոսքի հանդեպ։ Տերը խոստացավ. «Ես թույլ չեմ տա, որ ընկնես, հետևաբար հուսահատվելու պատճառ չունես, հանգստացիր իմ խոսքի մեջ»։ Դուք կարող եք մտածել. այս մութ գիշերն ավելի վատն է, քան այն ամենը, ինչ ես երբևէ ապրել էի։ Լսել եմ հազարավոր քարոզներ Աստծո խոսքի վերաբերյալ, բայց դրանցից ոչ մեկն ինձ այժմ արժեքավոր չի թվում։ Մի հուսահատվեք։ Աստծո կրակը դեռ վառվում է ձեր մեջ։ Գործի դրեք ձեր հավատքը, վստահեք Տիրոջը և կտեսնեք, որ նա կուլ կտա ձեր բոլոր կասկածները ու գայթակղությունները։ Աստծո հոգին նորից կյանքի շունչ է փչում բոլոր չոր ոսկորներին, և նրանք վերակենդանանում են։ Երեմիայի նման նրանք աղաղակում են. «Աստծո կրակը շատ երկար էր փակված մնացել իմ մեջ։ Ես պարզապես չեմ կարող այլևս պահել այն։ Զգում եմ, որ Տիրոջը զորությունը կյանք է տալիս ինձ, և խոսելու եմ այն խոսքը, որը նա տվել է ինձ։ Ես կհռչակեմ նրա ողորմությունը և բուժիչ զորությունը»։